Հիպերտիմի ներվային համակարգի նեյրոններում գրգռվածության պրոցեսները գերակշռում են, քան արգելքների պրոցեսները։ Եվ իլյուստրատորները դրանք այն ժեստերն են, որոնք մարդը օգտագործում է, որպեսզի պատկերի իր խոսքը եւ ավելի հասկանալի դարձնի դիմացինի համար։ Նա շատ լավ զգում եւ հասկանում է շրջակայի էմոցիոնալ վիճակը եւ տրամադրությունը, եւ կարծես դերասան կարողանում է վերափոխվել եւ վերակառուցվել ցանկացած հոգետիպի, որպեսզի բարելավի շփումը։ Պրոֆեսիոնալ գործունեության մեջ հիպերտիմի ամենադասական օրինակը դա վաճառքի մենեջերն է։ Մեծ ողջույն։ Շարունակելով խոսել հոգետիպերից, որոնք շատ կարևոր եւ ակտուալ են մեր կյանքում, քանի որ դրանց շնորհիվ կարելի է վերլուծել եւ մեզ եւ մեր շրջակա մարդկանց։ Եվ հուսով եմ դուք հավանում եք այս տեսանյութերը եւ կարողանում եք վերլուծել եւ օգտագործել այն տարբեր միջավայրերում եւ աշխատանքում եւ ընտանիքում եւ ընկերական շրջապատում։ Եվ միանգամից անցնենք հաջորդ հոգետիպին՝ հիպերտիմ կամ կապեր ստեղծող հոգետիպ։ Հիպերտիմի կարգախոսն է. վազեցինք, այնտեղ շատ քաղցրավենիք կա։ Հիպերտիմի հիմքում ընկած է ուժեղ, ցիկլային եւ շարժուն ներվային համակարգ։ Ցիկլային, այսինքն ժամանակի մեծ հատվածում հիպերտիմը գերակտիվ է եւ դրանից հետո այսպես ասած անկում է տեղի ունենում, քանի որ օրգանիզմին անհրաժեշտ է հանգիստ վերականգնվելու համար։ Եվ այդ պահին հիպերտիմը դառնում է ինֆանտիլ, այսինքն երեխայական, որից հետո հավաքելով ուժ եւ էներգիա նա նորից պատրաստ է այսպես ասած կռվի։ Հիպերտիմի ներվային համակարգի նեյրոններում գրգռվածության պրոցեսները գերակշռում են, քան արգելքների պրոցեսները, եւ դրա հիմքում կա տենդենց հանդիպել նոր եւ անորոշ բանի, լինել այնտեղ, որտեղ հետաքրքիր է, որտեղ կան նոր էմոցիաներ։ Հիպերտիմները կարող են շատ արագ եւ հաճախ փոխել իրենց աշխատանքի ոլորտը, շրջապատը, միջավայրը եւ հետաքրքրությունները, քանի որ միատոնությունը եւ միանմանությունը նրանց ձանձրալի է եւ անհետաքրքիր։ Այս հոգետիպի բազային էմոցիայի հիմքում կա այսպես ասած ֆակտոր, որը մենք անվանում ենք խաղ։ Այսպիսի հետաքրքիր անվանում տվել է Յակ Պանկսեպը, եւ որպեսզի խաղալ անհրաժեշտ են հնարավորություններ, նոր եւ կարճ նպատակներ, ինչպես նաեւ անպայման էմոցիոնալ մասնակցություն։ Ինչպես նաեւ այս հոգետիպի հիմքում ընկած են հասկացություններ, ասոցիացիա եւ դիսոցիացիա։ Ասոցիացիան նրա համար է, որպեսզի հաղթահարել, իսկ դիսոցիացիան դա ուժերը եւ էներգիան վերականգնելու համար է։ Այս կոնտեքստում ասոցիացիան դա կապի ստեղծումն է առանձին երևույթների, առարկաների, փաստերի, իրադարձությունների միջև, որը կա մարդու գիտակցության մեջ։ Իսկ դիսոցիացիան դա պաշտպանական մեխանիզմ է, երբ կատարվող իրադարձությունը ընկալվում եւ դիտարկվում է կողքից։ Հիպերտիմի հոգելինգվիստիկան արագ է եւ բարձր, եւ նա մշտապես կարելի ասել գաղափարների շատրվան է, եւ նրա խոսքը ուղղված է էմոցիաների եւ նորությունների վրա։ Միմիկա եւ պանտոմիմիկա։ Եթե հիշենք հիստերոիդ հոգետիպին, ում ժեստերում առկա են ավելի շատ կանացի սիգնալներ, ապա հիպերտիմների մոտ հակառակը առկա են տղամարդկային սիգնալներ, ուսից դեպի ներքև շարժումներ, ինչպես նաեւ մարմնից դուրս, այլ կերպ ասած լայն շարժումներ տարբեր ուղղություններով։ Եվ կանանց եւ տղամարդկանց մոտ նկատվում է կոպիտ ժեստեր, եւ լիովին բացակայում է սահունությունը եւ ճկունությունը։ Հիպերտիմի եւ վերբալ եւ ոչ վերբալ վարքում նկատվում է այսպես ասած ուղղություն դեպի կոնտակտի կողմը։ Հիպերտիմները շատ են օգտագործում իլյուստրատորներ իրենց ասված ընդգծելու եւ մեծ քանակի մարդկանց հետ շփվելու համար։ Եվ իլյուստրատորները դրանք այն ժեստերն են, որոնք մարդը օգտագործում է, որպեսզի պատկերի իր խոսքը եւ ավելի հասկանալի դարձնի դիմացինի համար։ Հիպերտիմներին շատ հեշտությամբ կարելի է ճանաչել շփման մեջ, քանի որ նրանք հաղորդակցման ոգին են, ակտիվ պատմողը եւ ուրախացնողը։ Ծանոթության ժամանակ կարելի է նկատել եւ զգալ էնտուզիազմի մեծ ծով։ Եվ հիպերտիմները, քանի որ օգտագործում են մեծ քանակի ժեստեր, ապա նրանք մեծ աղմուկ են բարձրացնում իրենց շուրջ բոլորը, եւ որը կարող է ոմանց գրավել, իսկ ոմանց վանել։ Հիպերտիմների քայլվածքը տապողական է, քաոսային եւ շատ արագ։ Իսկ միմիկան նրանց շատ հետաքրքիր եւ շատ է տարբերվում մնացած հոգետիպերից։ Նրանց միմիկան դեմքի վրա փոխվում է, կարծես ֆիլմի կադրեր։ Միմիկան թռչում է մի էմոցիայից մյուսը, չհասցնելով նույնիսկ ներքին պրոցեսների սկսելուն։ Իսկ եթե խոսենք էմոցիոնալ ցուցադրությունից, ապա հիպերտիմի դեմքին հաճախ նկատվում է իր բազային էմոցիան՝ մաքսիմալ ուրախություն։
Եվ դա պարզապես ուրախություն չէ, այլ ուրախություն, որը ուղղված է այլ մարդկանց վրա, քանի որ հիպերթիմին կարևոր է, որ բոլորը ուրախ լինեն և ծիծաղեն։ Հիպերթիմների միմիկան այսպես ասած վառ երանգավորված է և միշտ պոզիտիվ է և շատ արագ է։ Իսկ հիպերթիմների դեմքի առանձին մասերը դժվար է անվանել գեղեցիկ, ավելի շատ կոպիտ են, բայց եթե վերցնենք ընդհանուր, ապա ստանում է շատ օրիգինալ և հարմոնիկ տեսք։ Հիպերթիմները իրենց արտաքին տեսքով որպես կանոն ատլետիկ մարմնի կառուցվածք ունեն, իսկ խառնվածքով հիմնականում խոլերիկ են, այսպես ասած էմոցիաների հուր և կրակ և ավելի քիչ սանգվինիկ։ Նրանց հագուստի ընտրությունը ավելի շատ կենտրոնացված է կոմֆորտի վրա, և այստեղ կա մի փոքր նմանություն շիզոիդ հոգետիպի հետ, ում համար ավելի կարևոր է կոմֆորտը, քան գեղեցկությունը։ Եվ քանի որ հիպերթիմը անկանխատեսելի է, նա հագնվում է այնպես, որպեսզի առավոտյան գնա աշխատանքի, երեկոյան գնա զվարճանքի, գիշերը գնա ընկերների հետ զբոսանքի և առավոտյան նորից գնա աշխատանքի։ Եվ հետևաբար, որպես կանոն, հիպերթիմները նախընտրում են սպորտային հագուստ։ Տարածքի գրանցման մեջ ևս կա նմանություն շիզոիդ հոգետիպի հետ, քանի որ հիպերթիմների մոդել է տիրում էկլեկտիկ վիճակ, այսինքն սենյակում ամեն ինչ պետքական է և ոչ մի անպետք բան չկա, բայց չի տիրում քաոսային վիճակ, ինչպես շիզոիդների մոտ։ Հիպերթիմը կարող է սկսել ինչ-որ գործ և թողնել նույն տեղում։ Դրա համար կարելի է նկատել նրա տանը կամ սենյակում կիսատ վերանորոգում, ավարտին չհասցված մաքրություն, կիսաև ուտելիք և այլն։ Այս պարագայում հիպերթիմի կարգախոսը կլինի հետևյալը. ես կունենամ լավ տուն շատ շուտով, բայց հասկանալի չէ թե կոնկրետ երբ։ Շփում և վարկ։ Գործնական միջավայրում հիպերթիմը չափազանցնում է իր հնարավորությունները և հմտությունները և մասնագիտորեն չի հասնում հաջողության իր պրոֆեսիոնալ գործունեության մեջ, բայց նրան անհրաժեշտ է, որ դրա մասին խոսեն։ Ընդ որում, հիպերթիմին պետք է ստանալ շրջագայի համաձայնությունը։ Նա շատ լավ զգում և հասկանում է շրջագայի էմոցիոնալ վիճակը և տրամադրությունը, և կարծես դերասան կարողանում է վերափոխվել և վերակառուցվել ցանկացած հոգետիպի, որպեսզի բարելավի շփումը, բայց գործնական որակներից նա կարելի է ասել գլուխ չի հանում։ Իր արագ ներվային համակարգի շնորհիվ հիպերթիմը միշտ շեղվում է նոր գաղափարների և գործունեությունների վրա։ Եթե հիպերթիմը աշխատում է երկար ժամանակ նույն վայրում, ապա նա կսկսի ուսումնասիրել օտար լեզուներ, կփնտրի իրեն նոր հոբիներ, որոնց հանդեպ հետաքրքրությունը շատ արագ անհետանում է։ Շրջական դիտարկում և ընկալում է հիպերթիմին որպես ուրախ, հաճելի, հետաքրքիր և վստահ մարդ, բայց պետք է հաշվի առնել, որ հիպերթիմը չի խորանում բարդ խնդիրների մեջ և երբեմն կարող է լինել անհուսալի։ Շիզոիդների նման հիպերթիմը չի կարողանում տարբերել գլխավորը երկրորդականից և միշտ զբաղված է այլ գործողությունների վրա, և եթե շիզոիդների մոտ դա տեղի էր ունենում պառակտման պատճառով, ապա հիպերթիմների մոտ դա տեղի է ունենում պարզապես նրա արագ ներվային համակարգի պատճառով։ Միջանձնյա և ընկերական շփման մեջ հիպերթիմը հուսալի ընկեր է և շատ հյուրասեր մարդ է։ Նա միշտ կամ հաճախ ժպտում է, ակտիվ է և ուրախ է։ Նա սիրում է խոսել, չնայած այդ խոսելը կարելի է անվանել շատախոսություն, քանի որ նա չի կարող զսպել իր էմոցիաները։ Նրա այսպես ասած բաց լինելը և ակտիվ լինելը բարձր մակարդակի վրա է, բայց ժամանակ առ ժամանակ կարող է լինել տագնապային վիճակներ և պեսիմիզմ, որը որոշ ժամանակ անց արագ փոխվում է էուֆորիայով և օպտիմիզմով։ Սերո և հարաբերությունների մեջ հիպերթիմը դիտարկում է սերը զվարճանք, արագ վառվում է և նույն արագությամբ էլ մարում։ Իհարկե կարող են լինել շատ վառ հարաբերություններ, բայց որը որպես կանոն տևում է շատ կարճ, քանի որ հիպերթիմին անհրաժեշտ է ապրել նոր տպավորություններ։ Դա տեղի է ունենում, քանի որ հիպերթիմը ապրում է իր համար և պատասխանատվություն չի կրում ուրիշների համար։ Առաջին հայացքից կարելի է թվալ, որ հիպերթիմը էգոիստ է, բայց դա էգոիզմ չէ, էգոցենտրիզմ չէ։ Ուղղակի հիպերթիմը այդպիսին է, նա թռչում է մի էմոցիայից մյուսը, մի սյուժեից մյուսը, մի մարդուց մյուսը։ Նրան շատ բարդ է տրվում ապրել մեկ մարդու համար, քանի որ շուրջ բոլորը կան շատ հետաքրքիր մարդիկ։ Որպեսզի պահպանել հարաբերությունը հիպերթիմի հետ, անհրաժեշտ է մշտապես նոր տպավորություն տալ այս մարդուն և զարմացնել։ Պրոֆեսիոնալ գործունեության մեջ հիպերթիմի ամենադասական օրինակը դա վաճառքի մենեջերն է։ Մեծ քանակի կոնտակտներ, հաղորդակցման մեծ հնարավորություններ և ամենակարևորը՝ տարածքի մշտապես փոփոխություն։
Ծայրահեղ հազվադեպ կարելի է տեսնել հիպերտիմին մոնոտոն աշխատանքում, օրինակ գանձապահ, հաշվապահ կամ հարակից այլ ոլորտներում, քանի որ նա երկար ժամանակ չի կարող կատարել մոնոտոն աշխատանք։ Եթե հիպերտիմիա գանձապահ է, ապա մոնոտոնությունից նա կարող է վերցնել ամբողջ գումարը և ծախսել ինչ-որ բաների վրա։ Հիպերտիմները փողի հետ շատ վատ փոխհարաբերությունների մեջ են, նրանք ծախսում են շատ հետաքրքիր, բայց մասնագի անպետք իրերի վրա։ Հիպերտիմները կարող են վերցնել մեծ քանակի վարկեր և ոչ հաճախ են դրանք մարում։ Վերակառուցվել և դեզադապտացիա։ Վերակառուցվելը ընդհանրապես պետք չէ այս հոգետիպին, քանի որ նա ինքը կսկսի վերակառուցվել մեզ։ Բավական է լինել նրա կողքին և նա ինքը կսկսի շփվել մեզ հետ, ուզում եք դա, թե ոչ։ Եվ երևի ամենասարսափելին այն կլինի, որ 12-ժամյա թռիչքի ժամանակ մենք հայտնվենք հիպերտիմի կողքին, քանի որ նա անդադար կսկսի խոսել։ Դեզադապտացնելու համար անհրաժեշտ է մոնոտոն գործունեություն, որը հիպերտիմի համար կարելի է ասել, որ տանջանք է, ինչպես նաև շփման բացակայությունը արագ հունից դուրս է հանում հիպերտիմին, քանի որ նրանք չեն կարողանում առանց մարդկանց։ Եթե նրանց կյանքում չկա պոզիտիվ էմոցիաներ, ապա հիպերտիմը շատ արագ ընկնում է դեպրեսիայի մեջ, որը կարող է ծածկել ալկոհոլով կամ թմրանյութերով։ Որպես կանոն հիպերտիմները սպոնտան հանցանքների սիրահարներ են, մանր գողություններ կամ անմտածված քայլեր։ Օրինակ, եթե հիպերտիմին անհրաժեշտ է մեքենա, նա կարող է շատ հանգիստ վերցնել ուրիշի մեքենան, իսկ բռնվելու ժամանակ լացելով ասել կներեք ուղղակի ինձ շատ էր անհրաժեշտ, ինձ շատ էր պետք։ Ինչպես նաև ալկոհոլի չարաշահումից հիպերտիմները կարող են սկսել մեծ սկանդալ։ Հիպերտիմների մոտ կա նաև վտանգ խաղամոլության հետ կապված, և այդ կախվածությունը կարող է դառնալ հիվանդագին։ Հիպերտիմները ծանր հանցագործությունների գնում են, եթե հանցավոր խմբերի մասնակիցներ են, և այդ պարագայում նրանց շատ լավ կառավարում է պարանոյալ հոգետիպի մարդիկ։ Բռնաբարության կամ սպանության հիպերտիմները կարող են գնալ աֆեկտի վիճակում։ Եթե խոսենք հիպերտիմի ստի մոդելների մասին, ապա դրանք շատ հետաքրքիր են։ Եթե հիպերտիմը ստում է կամ թաքցնում է ինչ-որ ինֆորմացիա, ապա ի տարբերություն մնացած հոգետիպերի, որոնք ցանկանում են զսպել և կառավարել իրենց վարքը, ապա հիպերտիմը անում է հակառակը, նա էլ ավելի ակտիվ է պահում իրեն, քան սովորական վիճակում։ Դա նրանից է, որ նրան մշտապես անհրաժեշտ է ռեսուրս, որը նա ստանում է արտաքին աշխարհից։ Եթե հնարավորություն կա, հիպերտիմը կսկսի շատախոսել, ինչպես նաև նրա պաշտպանական մեխանիզմի ռեգրեսիայի շնորհիվ նա կսկսի պատմել ամեն ինչ։ Ինչ է ռեգրեսիան։ Դա վառ արտահայտված երեխայական վարքային մոդել է, երբ կտրվածությունը հավաքվում է մարդու մեջ և այսպես ասած ստիպում է նրան պատմել ամեն ինչ։ Հետևաբար, եթե խմբակային հանցագործություն է տեղի ունեցել, ապա պետք է առաջինը գտնել և հարցաքննել հիպերտիմին, քանի որ ռեգրեսիայի շնորհիվ նա կսկսի պատմել ամեն ինչ։ Եթե հիպերտիմը հասկանում է, որ բռնվել է, ապա նա կսկսի համագործակցել հետևյալ խոսքերով. դուք պետք է հասկանաք ինձ, դուք պետք է օգնեք ինձ։ Եվ նա կսկսի հետաքրքրվել, թե օրինակ ինչպես է աշխատում ստի դետեկտորը, կխնդրի պատմել ինչ-որ պատմություններ հարցաքննությունների մասին, և դա տեղի է ունենում, քանի որ նա սիրում է շփվել և չի կարող մնալ երկար դեպրեսիայի մեջ, և որպեսզի դուրս գա այդ վիճակից, նա կսկսի կենտրոնանալ այլ գործողությունների վրա։ Այսքանը հիպերտիմ հոգետիպի մասին։ Հուսով եմ հավանեցիք տեսանյութը և կկարողանաք այս տեսանյութի օգնությամբ, այս գիտելիքների օգնությամբ պարզեք, թե ով է ձեր շրջապատի հիպերտիմը։ Շնորհակալություն տեսանյութը մինչև վերջ դիտելու համար, կհանդիպենք շուտով։